ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունները, որ Հորմուզի նեղուցի շրջանում կործանվել է ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռը։ Նա հայտնել է ուղղաթիռում գտնվող երկու օդաչուներն էլ ողջ են մնացել եւ չեն տուժել։ Թրամփի խոսքով միջադեպի վերաբերյալ պաշտոնական զեկույցը կհրապարակվի առաջիկա ժամերին։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր ուղղաթիռը կործանվել է դեռևս անհայտ պատճառներով, դեպքը տեղի ունեցել տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։ Զելենսկին Քիշնևի օդանավականում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Նա հանդիպում բնութագրել է որպես շատ դրական եւ հայտնել քննարկվել են Ուկրաինայի պատերազմի ավարտին միտված դիվանագիտական ջանքերը։ Կողմերը խոսել են նաեւ առաջիկա միջազգային իրադարձությունների, այդ թվում G7-ի գագաթնաժողովի մասին։ Զելենսկին ներկայացրել է Կիևի գնահատականները Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության եւ ուկրաինացիների նկատմամբ ցուցաբերվող հարգանքի համար։ Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի տարածքից նոր հրետակոծություն է իրականացվել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Ըստ զինվորականների արձակվել է 3 արկ, որոնցից մեկն ընկել է իսրայելցի զինվորների անմիջական հարևանությամբ, մնացած 2 արկերը հաջողությամբ որսացվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Մի քանի սահմանամերձ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նա զգուշացրել է. Իսրայելը պետք է շատ զգույշ լինի իր հետագա քայլերում Իրանի ուղղությամբ։ Թրամփի խոսքով շուտով կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Իսրայելը միայնակ մնա Իրանի դեմ։ Վաշինգտոնը փորձում է կանխել հակամարտության հետագա ընդլայնումը։ Իրանի իշխանությունները հայտնել են Իսրայելի վերջին հարվածների հետևանքով 15 վիրավորի մասին։ Վիրավորներից 14-ը գրանցվել են Խուզեստան նահանգի Մաշշահր քաղաքում, իսկ 1 մարդ վիրավորվել է Թեհրանում։ Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Ջաֆար Միաթֆարին հայտնել է. միայն 1 վիրավոր է շարունակում բուժում ստանալ հիվանդանոցում։ Մնացած քաղաքացիները բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Այս պայծրությամբ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իրանի իշխանությունները շարունակում են գնահատել հասցված վնասների ծավալը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է. ԱՄԳ-ն երբեք չի պնդել, թե Իրանը միջուկային զենք է մշակում։ Նրա խոսքով նման եզրակացություն չի արվել նույնիսկ այն ժամանակ, երբ գործակալությունը ազատ մուտք ուներ իրանական օբյեկտներ։ Գրոսին նշել է, ռազմական գործողությունների պատճառով շուրջ 1 տարի ԱՄԳ-ն զրկված է եղել Իրանի միջուկային օբյեկտներ այցելելու հնարավորությունից։ Միակ բացառությունը Բուշերի ատոմակայանում կատարված ստուգումն է եղել։ Նա նաև ընդգծել է, գործակալությունը կարող է կարևոր դեր խաղալ ԱՄՆ-Իրան բանակցություններում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. այս պահին Իսրայելը դադարեցրել է հարվածները Իրանի տարածքին։ Միաժամանակ նա զգուշացրել է, ցանկացած նոր հարձակման դեպքում Թեհրանը կստանա կոշտ պատասխան։ Նեթանյահուն նշել է, Իսրայելը լիարժեք իրավունք ունի պաշտպանելու իրեն։ Նրա խոսքով այս դիրքորոշումը փոխանցվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետը պնդել է, Իրանը եւ Հեզբոլլահը այժմ ավելի թույլ են, քան երբևէ։ Նա ընդգծել է, Իսրայելը չի հանդուրժի որևէ նոր սպառնալիք իր անվտանգությանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, Վաշինգտոնը շարունակում է ձգտել Իրանի հետ համաձայնության հասնել։ Խոսքը վերաբերում է հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր գործարքին։ Վենսի խոսքով նման համաձայնությունը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Նա ընդգծել է, այդ հարցում Իսրայելի համաձայնությունը պարտադիր պայման չէ։ Ամերիկյան վարչակազմը շարունակում է դիտարկել դիվանագիտական ճանապարհով կարգավորման հնարավորությունը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում աճող լարվածությունը եւ Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Բեյրութի Դահիե շրջանի Իսրայելի հասցված հարվածներին։ Երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հետագա զարգացումների շուրջ։ CNN-ի տվյալներով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստվում էր լայնամասշտաբ հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան համոզել է հրաժարվել այդ ծրագրից։ Հեռուստաընկերության տեղեկություններով Վաշինգտոնը մտահոգված է եղել հակամարտության կտրուկ սրմամբ։ Ավելի վաղ Թրամփը նաև հրապարակային նախազգուշացում էր հղել Նեթանյահուին։ ԱՄՆ նախագահը նշել էր, Իսրայելը կարող է միայնակ մնալ Իրանի դեմ պայքարում։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 12 վագոն պարարտանյութ, 828 տոննա ընդհանուր քաշով եւ 6 վագոն ածուխ, 414 տոննա ընդհանուր քաշով։ Գնում է ձայների վերահաշվարկ, ինչից հետո պարզ կդառնա Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդյոք մտնում է ազգային ժողով, թե ոչ։ Այս մասին հայտարարել է ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը եւ նշել. այդ դեպքում պարզ կլինի ազգային ժողովում գլխավոր դատախազ եւ այլ պաշտոններ ընտրելու ժամանակ ընդդիմությունը կկարողանա իր ձայնն ասել։ Այս հարցերի պատասխաններին ենք մենք հիմա սպասում, ինչից հետո հանդես կգանք հայտարարությամբ, եթե մենք կարողացանք այնպես անել, որ դատավորների նշանակման համար ընդդիմությունը ձայն ունենա, դա հավասարակշռելու է, եթե ոչ, հանդես կգանք հայտարարությամբ։
հայտարարությամբ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա՝ ընտրություն եւ փողոցային պայքար, ինչի դեպքում քաղաքացիական պայմանագրից 8 պատգամավոր պետք է քվեարկի փոփոխության օգտին։ Եթե քաղաքացիական պայմանագրից 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը, նշել է Նարեկ Կարապետյանը։ Վահագն Ալեքսանյանն այսօր ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե 22.18 ընտրատեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նշված է 22։ Այս հայտարարությանն է անդրադարձել Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւ նշել. Սա ակնհայտ սուտ է ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն եւ հենց այդ 22 ձայնն էլ մուտքագրված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, սա արձանագրված փաստ է, այնպես որ մանիպուլյացիաների կարիք չկա, նշել է Իվետա Տոնոյանը։ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Տասիրյանն ազգային ժողովում անդրադարձել է հունիսի 7-ին 20:00-ից հետո զինվորականների քվեարկության դեպքերին։ Նա մասնավորապես հորդորել է հարցերն ուղղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներին։ Դիտարկմանը, թե ինչու են զինվորականները քվեարկել իրենց քնի հաշվին, Ասրյանը պատասխանել է. Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել, դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուսներին, նշել է Էդվարդ Ասրյանը։ Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գումարել են նիստեր վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, որում մասնավորապես նշել է. Շնորհավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրման առիթով։ Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի եւ Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում եւ մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու իրականացումը։ Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում եւ դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար, նշել է Ռուբիոն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Վլադիմիր Պուտինի արձագանքը արդեն իսկ արտահայտվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։ Նա նշել է, Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը ներկայացվել է դեռևս հայտարարությունից առաջ։ Պեսկովը պատասխանել է Մակրոնի, Մերցի եւ Սթարմերի համատեղ հայտարարության վերաբերյալ հարցերին։ Այդ հայտարարությունը արվել է Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։ Կրեմլը ընդգծել է, իր դիրքորոշումը ձևավորված է բարձր մակարդակով։ Պեսկովի խոսքով նոր արձագանք չի նախատեսվում։ Ֆիլիպիններում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի, նախկինում նշվում էր 15 զոհի մասին։ Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը հաստատել է տվյալները։ Տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Կրեմլը հայտարարել է, Ղրիմում ուղևորատար գնացքի վրա հարձակումը խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ Դմիտրի Պեսկովը նշել է, նման գործողությունները բարդացնում են հնարավոր կարգավորումը։ Նա միջադեպը կապել է Կիևի գործողությունների հետ։ Ավելի վաղ հարված էր հասցվել Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեքենավարի օգնականը։ Վնասներ են արձանագրվել նաև շարժակազմում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Հռոմի Պապ Լևոն 14-ին նվիրել է Բոսնիայի Ձիթենի։ Այն ներկայացվել է որպես խաղաղության եւ երկխոսության խորհրդանիշ։ Բույսը 13 տարեկան իսպանական Ձիթենի է։ Վարչապետի մամուլի ծառայությունը նշել է խորհրդանշական նշանակությունը։ Հանդիպումը տեղի ունեցել Մադրիդում։ Իրանական մեհր գործակալությունը հայտնել է, Շիրազի օդանավակայանը չի վնասվել։ Իշխանությունները չեն գրանցել հարվածներ տվյալ օբյեկտին։ Ավելի վաղ տարածվել էին հակասական տեղեկություններ։ Իրանական աղբյուրները հերքել են վնասների մասին լուրերը։ Օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել։ Մանրամասներ չեն ներկայացվել։ Իրաքը հայտարարել է իր օդային տարածքի վերաբացման մասին։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է տեղեկությունը։ Չվերթները վերսկսվել են, օդային երթևեկությունը ամբողջությամբ վերականգնվել է։ Նախկինում տարածքը փակվել էր լարվածության պատճառով։ Վերաբացումը կապված է տարածաշրջանային զարգացումների հետ։ Իրանի Կարմիր մահիկի խոսնակը հայտնել է 12 հարվածի մասին։ Նրա խոսքով զոհեր եւ վիրավորներ չեն գրանցվել։ Բոլոր վայրեր են ուղարկվել փրկարարական խմբեր։ Իրանը հայտարարել է բարձր պատրաստվածության մասին։ Ներգրաված են ավելի քան 110,000 փրկարարներ։ Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանը հետևում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Նրա խոսքով անվտանգության միջոցառումները շարունակվում են։ Մոսկվան արձագանքում է ռազմական ռիսկերին։ ՆԱՏՕ-ի ներկայությունը սահմանների մոտ երկարաժամկետ գործընթաց է։ Ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը։ Քայլերը ձեռնարկվում են պաշտպանության նպատակով։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, հայտարարությունները մտահոգիչ են։ Նա անդրադարձել է Միացյալ Նահանգների աջակցությանը Ուկրաինային։ Նրա խոսքով դա ազդում է բանակցային գործընթացի վրա։ Լավրովը խոսել է ԱՄՆ միջնորդության սահմանափակումների մասին։ Ռուսական կողմը շարունակում է իր դիրքորոշումը։ Դիվանագիտական լարվածությունը պահպանվում է։ Սաուդյան Արաբիան փոխել է արտահանման ուղիները, Հորմուզի փոխարեն օգտագործում է Կարմիր ծովը։ Նախարար Բանդար Ալ-Խուրեյֆը հաստատել է փոփոխությունը։ Նա նշել է մատակարարումների վերականգնումը։ Լոգիստիկան վերակազմակերպվել է ճգնաժամից հետո, երկիրը վերադառնում է բնականon գործունեության։ Մոտ 50-ից 60 ձայն է պակասում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, բայց ճշգրտման դեպքում կհաղթահարենք 4% շեմը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը։ Հաշվարկները տատանվում են 50-ից 60-ի շրջակայքում ոչ ավել 100-ից։ Հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Մենք նաև վերահաշվարկներ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում, բայց այս քաղվածքները հնարավորություն են տալիս ճշգրտել կազմված իրենց ցուցակները եւ դրա արդյունքում լրացնել այդ մի քանի տասնյակի բացը, որը հնարավորություն չէր տալիս հաղթահարել 4%-ը, նշել է նա։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում լեհ փորձագետներն իրենց տեսակետներն են հայտնել հայաստանյան ընտրությունների վերաբերյալ։ Փորձագետներից Միխայել Սադլովսկին խոսելով ընտրությունների մասին ասել է, որ եկել է Հայաստան հասկանալու Ռուսաստանի եւ Հայաստանի սպասումները եւ քաղաքականությունը։ Եվ եթե նայեք Հարավային Կովկասի պատմությանը, կարող եք տեսնել, որ նույնիսկ այս գործընթացը Ռուսաստանի ներկայության այս գործընթացը այո, շատ ինտենսիվ եւ շատ ուժեղ է եղել 19-րդ դարից ի վեր։ Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ իհարկե շատերը մոռանում են, որ Ռուսաստանն արդեն այստեղ է։ Եթե նայեք Շիրակին, նրա ամրոցին, այն այնտեղ ամուր արմատավորված է եւ դեռ ոմանք ասում են, որ Ռուսաստանը հեռանում է։ Մենք չգիտենք Ռուսաստանը հեռանում է թե ոչ։ Ես այստեղ եկա հասկանալու Ռուսաստանի եւ Հայաստանի սպասումները, քաղաքականությունը։ Իհարկե մենք պետք է նաեւ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ շատ եվրոպական լրատվամիջոցներ կարծես նույնպես առաջ են մղում իրենց սեփական օրակարգը, քանի որ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Եվրամիությունում կա որոշակի ընդհանուր կոնսենսուս, որ մենք ընդհանուր առմամբ ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հարևանների հետ։ Սա ընդհանուր կոնսենսուս է, բայց արդեն ներքին առումով ես տեսնում եմ, որ կան տարբեր շահեր ունեցող երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան։ Փորձագետ Մարեկ Ռեշուտան էլ նշել է, որ Կովկասը Հայաստանին չի դիտարկում որպես անկախ երկիր, այլ որպես խաղալիք ինչ-որ երկրի ձեռքում։ Մենք Կովկասը, Հայաստանը կամ Վրաստանը չենք դիտարկում որպես անկախ երկրներ, այլ առաջին հերթին որպես ռուսական ազդեցության գոտիներ։ Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես մի երկիր, որը ցանկանում է ինչ-որ բան անել ինքնուրույն կամ պարզապես փախչել օրինակ Ռուսաստանից։ Եվ սա իմ կարծիքով խնդրի էությունն է, քանի որ մենք Հայաստանը չենք դիտարկում որպես ինքնիշխան անկախ երկիր, այլ որպես ինչ-որ խաղալիք Ռուսաստանի, Ամերիկայի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի եւ այլնի ձեռքում։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ըստ ԱՊԱ-ի այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս առանց որևէ ուշացման։ Հական Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ Ադրբեջանի հետ համակարգված։ Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը եւ գրանցում է բոլոր հաղորդագրությունները, այդ թվում բազմաթիվ խախտումների մասին։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին, մինչ այդ մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Մենք նաեւ գրանցում ենք այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, պատասխանելով Հայաստանի ընտրությունների վերաբերյալ հարցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր է հատուկ նշանակության ուժերի ներգրավում։ Նա նշել է, դիտարկում են երկու տարբերակ՝ կամ անմիջական ներխուժում Իրանի տարած կամ երկրի խիստ շրջափակում։ Թրամփը ընդգծել է, շրջափակումը կարող է նույնիսկ ավելի արդյունավետ լինել, քան ռազմական հարվածները։ Նրա խոսքով ներկայիս լարվածություն չի խոչընդոտի բանակցություններին։ Վերջինս վստահություն է հայտնել, գործարքը կարող է կայանալ, սակայն նա չի բացառել կտրուկ ռազմական սցենարները։
Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում իսրայելական նավագնացության ամբողջական արգելքի մասին։ Նրանք պնդել են, արդեն իրականացրել են հրթիռային հարվածներ Թել Ավիվի մերձակայքում գտնվող թիրախների վրա։ Աբսամների հայտարարությամբ հարվածները եղել են ճշգրիտ եւ ուղղված ռազմավարական օբյեկտների դեմ։ Նրանք նշել են ցանկացած իսրայելական նավարկություն Կարմիր ծովում կհամարվի ռազմական թիրախ։ Անսար Ալլա շարժումը զգուշացրել է իրենց ուժերը պատրաստ են հետագա գործողությունների։ Իրանը հայտարարել է պատրաստ է հարվածել տարածաշրջանի բոլոր ամերիկյան եւ իսրայելական նավթագազային օբյեկտներին։ Նշվում է, դա կկիրառվի, եթե կրկնվեն հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանի թիրախների մեջ կարող են մտնել նաեւ միջազգային էներգետիկ ընկերությունների օբյեկտներ։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի նավթաքիմիական օբյեկտների վնասման մասին Իսրայելի հարվածներից հետո։ Իսրայելի բանակը եւս հաստատել էր նման գործողությունների իրականացումը։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է նոր լիազորությունների մասին, որոնք թույլ կտան վերահսկել եւ կանգնեցնել կասկածելի տանկերները։ Նրա խոսքով միջերկրական ծովում գործող ուժերը կկարողանան միջամտել ռուսական նավթի տեղափոխման դեպքերում։ Կալասը նշել է, նպատակն է ուժեղացնել վերահսկողությունը այսպես կոչված սֆերային նավատորմի նկատմամբ։ Քայլը ուղղված է Ռուսաստանի տնտեսական հնարավորությունների սահմանափակմանը։ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին լքել Իրանը։ Հանձնարարությունը պայմանավորված է տարածաշրջանում աճող անվտանգության ռիսկերով։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել օգտագործել հասանելի տրանսպորտային միջոցները։ Միաժամանակ նրանց կոչ է արվել խուսափել նոր ուղղություններից դեպի Իրան։ Հորդորը կապված է Իսրայելի հարվածներից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Դեսպանատունը ընդգծել է անվտանգության առաջնահերթությունը։ Վոլոդիմիր Զելենսկին հեգրանքով մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակի կոպիտ տոնը։ Նա նշել է, որոշ մարդիկ այն որակել են անամոթ, ինչին ինքը արձագանքել է ժպիտով, ասելով, որ առաջին տարբերակը տեսնելը ավելի ցնցող կլիներ։ Sky News-ի փոխանցմամբ Զելենսկին փորձել է բացատրել, որ իր նամակը հրապարակային է եղել ոչ թե անձնական։ Նրա խոսքով դա պայմանավորված է եղել այն մտահոգությամբ, որ Պուտինը կարող էր պարզապես չկարդալ այն։ Իսրայելական ուժերը Լիբանանի տարածքում իրականացրել են 64 հարված, այդ թվում ավիահարվածներ, անօդաչու թռչող սարքերի հարձակումներ եւ հրետանային ռմբակոծություններ, հայտնել է Լիբանանյան ռազմական աղբյուրը։ Նշվում է, հարվածների մի մասը կենտրոնացած է եղել երկրի հարավային շրջաններում։ Տվյալների համաձայն իրականացվել է 36 ավիահարված, 11 դրոնային հարձակում եւ 17 հրետանային կրակ։ Վնասվել են մի շարք բնակավայրեր, ներառյալ Նաբաթիեն, Տյուրը եւ Բեքհա հովիտը։ Իրանը հայտարարել է, Իսրայելի բոլոր հարձակումները իրականացվում են Միացյալ Նահանգների հետ լիակատար համակարգմամբ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայել Բաղային նշել է, Վաշինգտոնը չէր կարող անտեղյակ լինել գործողություններից։ Նրա խոսքով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը համագործակցում է Իսրայելի հետ ռազմական մակարդակում։ Հունիսի 7-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելական կողմը պնդել է, դրանք որսացվել են հակաօդային համակարգերով։ Եվրամիությունը հաստատել է 6.6 միլիարդ եվրոյի բաշխման նոր ծրագիր։ Կայա Կալասի խոսքով միջոցները կողմեն եվրոպական երկրներին որպես ռազմական մատակարարումների փոխհատուցում։ Ֆինանսավորումը կապված է Ուկրաինային աջակցելու ծրագրերի հետ։ Նախատեսվում է երկու տարբեր բաշխման մեխանիզմ։ Մեկը փոխհատուցվում է արդեն կատարված մատակարարումները, մյուսը նոր աջակցություն։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, չնայած հարվածներին։ Նա նշել է, գործընթացը դեռ չի կանգնել։ Իրանը կարևորում է իր ակտիվների ապասառեցումը բանակցությունների ընթացքում։ Թեհրանը պնդում է, չի պատրաստում զիջել իր հիմնական դիրքորոշումները։ Բաղային նաև նշել է, ռազմական զարգացումները կարող են ազդել դիվանագիտական գործընթացի վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 3.99%, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհուրդ է տվել սպասել ձայների վերահաշվարկին։ Նա վերջնականապես չի հաստատել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կանցնի խորհրդարան, թե ոչ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբն էլ հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը եւ հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2.503.976 անձ, իսկ քվեարկությանը մասնակցել է 1.476.597 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.97%-ը։ Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում 66.67%, բարձր մասնակցությամբ մարզերի շարքում են նաև Վայոց ձորը 65.63% եւ Տավուշը 63.40%։ Մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած է ընտրողների ամենամեծ թիվը, ընտրելու իրավունք է ունեցել 849.488 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 496.643 ընտրող կամ 58.46%-ը։
Երեք սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, որ օրինակ Մեղրիի տեղամասում 23-49 դեռ զինվորների մեծ խումբ կա, որոնք գնացել են քվեարկելու։ Թե ինչու են զինվորները քվեարկել ժամը 20-ից ընտրական օրվա ավարտից հետո, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով մեղավորը հանձնաժողովի անդամներն են։ Երկու տեղամասում մեր զինվորները դեռ կեսօրից կամ գուցե ավելի շուտ եկել են քվեարկության, պետք է խոստովանեն, որ ընտրական հանձնաժողովներում մի զգալի մասը պատկառելի տարիք ունեցող մարդիկ են։ Մի տեղամասում ես տեսա, որ քվեաթերթիկների տրցակ հավաքելը 3 րոպե էր տևում, այսինքն կեսօրից ընտրության եկած զինվորները ժամը 20-ին դեռ դրան դիմաց կանգնած էին, նշել է նա։ Օրենքի կարգավորումներով ժամը 20-ից դռները փակվելուց հետո նրանք, որոնք տեղամասի ներսում են, կարող են քվեարկել եւ դուրս գալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով այս դեպքում խնդիրն այն է եղել, որ երկու տեղամասում մեծ թվով զինվորներ են եղել։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ձերբակալվել է ընտրությունների նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը։ Նա Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ եւ քվեարկության օրը վերադառնալու է Ռուսաստան։ Եկել ենք ընտրենք 207-ին հետ ենք վերադառնում։ Ին օրը Անպայման։ Որ կարող է խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք չմնանք էլի բարդություններին։ Քննչական կոմիտեն էլ հաղորդել է։ Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն ՀՍ-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին չի հայտնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, նշել է քննչական կոմիտեն։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման առումով ամեն փուլում շոշափելի առաջընթաց է կունենում, բայց ուզում են վստահություն հայտնել, որ առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Մենք այժմ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ունենք ուղիղ առևտուր, մաքսային իմաստով ուղիղ, աշխարհագրորեն դրանք գիտեք, դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով, նշել է Միրզոյանը։ Անլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտակոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի եւ միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան եւ անկախ Հայաստանի։ Ես հնարավորինս շուտ կժամանեմ Հայաստան, Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ անսասան է, նշել է Կոսը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության եւ այնտեղ ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն, նշել է Զելենսկին։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադառնալով Հայաստանում կայացած ընտրություններին հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն արդեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաջող ընտրությունների կապակցությամբ եւ իրենք հաջողություն են մաղթում նրան։ Պապուաշվիլիի խոսքով Վրաստանի համար չափազանց կարևոր են տարածաշրջանում ստեղծված նոր դինամիկան, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղին, բաց սահմաններն ու երկու երկրների միջև շարունակվող երկխոսությունը, ասել է Պապուաշվիլին։ Ի պատասխան Իսրայելի գործողությունների իրանական կողմը հարվածներ է հասել իսրայելական երկու ավիաբազաների ուղղությամբ։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրության թիրախում են հայտնվել Իսրայելի հարավում գտնվող Նևատիմ եւ Թել Ավիվից ոչ հեռու տեղակայված Թել Նով ավիաբազաները։ ԻՀՊԿ-ից ընդգծել են այս գործողությունը պատասխանել Իսրայելի քայլերին։ Կառույցից նաեւ հայտարարել են իրանական բանակը պատրաստ է հետագա գործողություններին։ Նշվել է, մշակվել են հակառակորդի հնարավոր քայլերին արձագանքելու տարբեր սցենարներ։ Իրանը պատրաստ է անհապաղ նոր բալիստիկ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, եթե հետևի իսրայելական պատասխանը Իրաքի հասցված հարվածներին։ Այս մասին հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին։ Աղբյուրի խոսքով իրանական հրթիռների բավարար քանակը արդեն պատրաստ է անհապաղ արձակման։ Նշվում է, թիրախների ցանկը կարող է ընդգրկել ավելի լայն շրջանակ օկուպացված տարածքներում։ Թասնիմի զրուցակիցը հավելել է, Իսրայելի պատասխանի դեպքում Իրանի գործողությունների հաջորդ փուլը կլինի ավելի լայնածավալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ընթացքում համաձայնել է հետաձգել Իրանի հարվածներին պատասխանը։ Աքսիոսի տեղեկություններով Վաշինգտոնը ցանկանում է ժամանակ շահել Թեհրանի հետ հնարավոր գործարքի համար։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով Նեթանյահուն սկզբում առարկում էր, սակայն վերջում համաձայնել է նահանջել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ այս անգամ Թրամփի եւ Նեթանյահուի հեռախոսազրույցը ավելի հանգիստ է անցել, քան նախորդ շաբաթ։ Աքսիոսը նշում է, Սպիտակ տունը շարունակում է հավատալ Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությանը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական խնդիրների պատճառով կարող է հրաժարվել F-35A կործանիչների գնումից, այս մասին հայտնում է Daily Telegraph-ը, հղում անելով ռազմական ոլորտի աղբյուրներին։ Թերթի տեղեկություններով քննարկվում է նաև տարբերակ, ըստ որի գնումները կարող են պարզապես հետաձգվել։ Վերջնական որոշումը նախատեսվում է ընդունել մինչև պաշտպանական ներդրումային ծրագրի հրապարակումը։ Չինաստանի ղեկավար Սի Ցինփինը պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա։ Այցը կազմակերպվել է հյուսիսկորեական կողմի հրավերով։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Սա վերջին 8 տարվա ընթացքում Սի Ցինփինի առաջին այցն է ԿԺԴՀ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալու պայմանին։ Նրա խոսքով կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության։ Թրամփը նշել է դեռևս մի քանի չլուծված հարցեր են մնացել բանակցային սեղանին։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է Իրանը չպետք է իրավունք ունենա ոչ միայն մշակելու, այլև ձեռք բերելու կամ գնելու միջուկային զենք։ Նա համոզմունք է հայտնել համաձայնագրի շուրջ առաջընթացը շարունակվում է։ Եվրամիությունը իր պատմության մեջ առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ նավարկության ազատությունը խախտելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ Կալասի խոսքով հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը եւ Եվրամիության ծովային ասպիդես գործողությունը Կարմիր ծովում։ Նա ընդգծել է Իրանի նկատմամբ սահմանվող միջոցները կապված են նավարկության ազատության խախտման հետ։ Կալասը հայտարարել է սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը նման հիմքով պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ։ Իրանի Խար կղզու մոտակայքում պայթյուն է լսվել, այս մասին հայտնել է Ֆարս լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով պայթյունի ճշգրիտ վայրը դեռևս հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով այն տեղի ունեցել կղզուց դուրս գտնվող հատվածում։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Խուզեստանի նահանգի Մահշեհրի նավթաքիմիական համալիրին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակը։ Հաղորդագրության համաձայն թիրախավորվել են համալիրի մի շարք օբյեկտներ։ Իրանական Ֆարս գործակալությունը հաստատել է հարվածի փաստը, ըստ գործակալության օբյեկտը ստացել է մասնակի վնասներ։ Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի կենտրոնական եւ արևմտյան շրջաններում ռազմական թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին։ Հարվածներն ըստ հայտարարության ուղղված են եղել իրանական ռազմական ենթակառուցվածքներին։ Թեհրանում, Թավրիզում, Սպահանում եւ Քարաջի շրջանում մի շարք պայթյուններ են գրանցվել։ Իսրայելական կողմը գործողությունը ներկայացրել է որպես ռազմական թիրախների դեմ իրականացված հարված։ 3 հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունեցել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արդեն ներկայացրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները եւ այսպես քաղաքացիական պայմանագիր 49.83%, Ուժեղ Հայաստան 23.29%, Հայաստան Դաշինք 9.94%, Բարգավաճ Հայաստան 3.99%։ Արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը, բանաձևերի կիրառման արդյունքում Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան Դաշինք 29 մանդատ, Հայաստան Դաշինք 12 մանդատ։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 9-ից 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 9-ին եւ 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։